Ինչպես եք վերաբերում, որ ադրբեջանցիները կկարողանան Հայաստան գալ ցամաքային ճանապարհով եւ մուտքի կնիքով։ Եթե ճանապարհը բացվում է, բնական է, որ պետք է գան։ Դուք ինչպես եք դրան վերաբերվում։ Ես ընդհանրապես ադրբեջանցիներին շատ բացասական եմ վերաբերվում։ Թուրքերն էլ հետը։ Դա իմ ազնական կարծիքն է։ Այսինքն կողմ չեք դրան, որ գան։ Ես կողմն եմ բանին հունական ասացվածքին, լավ թուրքը մեռած թուրքն է։ Ես դրան եմ կողմ։ Արդեն դառնում են Հայաստանի բնակիչ։ Ինչ կարող եմ ասել այս տարիքում։ Դուք ինչպես եք դրան վերաբերվում։ Բացասական։ Եթե տուրիստ են գալի, թող գա։ Բայց եթե ուրիշ հարցով ոչ մի դեպքում։ Երևի նորմալ։ Լավ կանեն։ Հիմար ղեկավարների երեսից կարող եմ մեզ լարել մեր տներից։ Բա մեզ փախստական չունենք։ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Շահումյան, Ղարաբաղ։ Քիչ են դրա մասին խոսում ես ոչխարնեքը, հա՞։ Ինչպես պիտի վերաբերում։ Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, տեսնան գալիս եմ, իմ ավտոն նստելու եմ քշեմ գնամ։ Ով ինչ ուզում անի։ Ընդեղ էլ տուն ունեմ։ Թոմնացող մտածեմ, բայց մեղք են, չէ՞։ Սրանով հələ ասում են, վայ Փաշինյան կուցավը տանեմ։ Դու Փաշինյանի ոտերն ջուրարը խմեք որտեղից է։ Էսա որ ստեղն էլ տա, փողերը ջեբը դրած, ինքը թողը գնա։ Այն ժամանակ իմանաս։ Վատ։ Բնականաբար։ Բայց տես բան կա, որ իրան գալ հայերը գնալու են։ Չգիտեք։ Իմ վերաբերմունքից բան փոխվում է։ Բայց դուք ինչպես եք վերաբերվում։ Շատ ոտ։ Իսկ մենք կարող ենք այդ ձևով հանգիստ գնալ Ադրբեջան։ Իհարկե ոչ։ Ստացվում է միակողմանի այս ամեն ինչը։ Ապրեն մերոնք։ Հալալ։ Ադրբեջանցիները շատ գալատ կանեն կգան։ Ես Ղարաբաղց եմ, կռվել եմ ամեն կռվում։ Բայց եկել են արդեն։ Դե եկել են իմ ո մեղավոր։ Թող իշխանությունը մտածի դրա մաս։ Որովհետև իրանք չգիտեն թուրքերը ով են։ Չեն էլ ապրել հետները։ Ազիզ ջան, ես քաղաքականությունով չեմ զբաղվում։ Բարեկամներ, այդ բառերը անգամ չի կարելի ասել, դա խիստ վտանգավոր է անգամ այդ միտքը, եթե մենք շրջանառում ենք, դա պիտի բացառել բոլոր առումներով, իրա բոլոր հարակից դրսևորումներով դա անթույլատրելի է, ինչ ասեմ ժողովուրդ, փորձենք դրա հակառակը հաստատել, փորձենք մեզ հզորացնել, փորձենք մեր ինքնությունը հաստատել, նման հարցեր օրակարգում պիտի չլինեն, պիտի մենք մեր օրակարգով առաջնորդվենք։ Իհարկե վատ։